Չեմ ուզում վիրավորել ոչ մեկի, բայց վիրավորելու եմ, որտեվ վիրավորանքի են արժանի են մարդիկ, որոնք այդ աստիճան տրամաբանությունից զուրկ են։ Մարդը, որը 15 տարի օրինակ, կամ 25 տարի, կամ 55 տարի զբաղվում է նույն բանով ու 55 տարի շարունակ ոչ մի արդյունք չի ունեցել ու շարունակում է զբաղվել նույն բանով, հիմա որ ասեմ այդ մարդը ընդհանրապես իմ համար կենթանուց չի տարբերվում, կարող է այդ մարդը մի քիչ նեղանա։ Իմ համար մեկը թող նեղանա, ավելին ասեմ, ես ուզում եմ այդ մարդը նեղանա, որտեվ եթե նեղանա, գոնե մի հատ շանս կա, որ մի բան կփոխի այդ մարդը իր մեջ։ Չէ՞ որ այդ աղքատությունը նաև Հայաստանի աղքատությունն է։ Դա Հայաստանի խնդիրն է նաև։ Վաղը եթե դուք աշխատանք ուզողից դառնաք աշխատանք տվող, դուք պատկերացնում եք ինչ կանեք Հայաստանի համար։ Դադարեք զբաղվել այն ամեն ինչով որ զբաղվում եք։ Հերիքա։ Սկսեք զբաղվել նոր բաներով կամ նվազագույնը սկսեք նոր ձևերով զբաղվել այն ամենով ինչով որ զբաղվում եք։ Նոր ձև հորինեք, նոր բան փորձեք, սխալվեք մի քիչ։ Որ մի նշանը ձեզ ցույց կտա, որ դուք ճիշտ ճանապարհի վրա եք։ Եթե շրջապատը սկսի ձեզ քննադատել, հայոյել, ցեղ շպրտել, ծիծաղել եւ ծաղրել։ Հենց այդ նշանները ստանաք, ուրեմն գիտեք, որ հավանական է, որ դուք ճիշտ ճանապարհի վրա եք։ Քանի դեռ նախիրը պատեի տակ պպզող ձեր վրա ցեղ չի շպրտում եւ ձեզ ծափ տալի եւ դուք այդ մարդկանց հետ լավ հարաբերությունների մեջ եք, ուրեմն իմացեք, որ դուք այդ նախիրի մի հատված եք, մի մասնիկ եք։ Դուք իրանցից մեկն եք։ Հենց մի քիչ տարօրինակ նայեն ասեն, ես ինչ ես անում ախպեր։ Ես վրոձի մեր հետ արածում էի, ես խես որոշը չարած ես։ Կարող եմ մի բան անես չի։ Իմացեք, ուրեմն մի բան փոխվել է։